Պարոն Գրիգորյան, սպանության հետ կապված հաճախ տեսակետներ են հնչում, որ հայկական կողմը adekvat չի պատասխանում, մասնավորապես իշխանությունների դատական համակարգի մակարդակում։ Դուք որպես Հայլենտրանքի ներկայացուցիչ ինչ եք կարծում, ինչ կարող էր ավելին անել հայկական կողմը, որ չի անում, եւ առաջին քայլերը որոնք պիտի լինեին։ Դե այս պայտրությամբ հստակ որ ասենք ինչ կարող էր անել, որ չի արվում, այս պայտրությամբ շատ բաներ կա, որ մենք դեռ չգիտենք թե ինչ է արվում, որ կոնկրետ ասենք թե որը արվեց, որը չարվեց։ Դրա համար այդ հարցին պատասխանելը այս պայտրությամբ դժվար է։ Ընդհանուր առմամբ մենք իրենք ժողովրդի պահանջը, ժողովրդի ցանկությունն է, որ գործը հանձնվի հայկական կողմին, գործը քննի հայկական կողմը, նաև ժողովուրդը կոնկրետ նաև պահանջում է, որպեսզի պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում, բայց իշխանություններն էլ մեկնաբանում են արդեն Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը, սահմանադրության կետին են հղում անում, այնպես որ այս վիճակում հստակ թե ինչ կարելի անել չեմ կարող։ Այս շատ քննադատվեց հենց Ռուսաստանի սահմանադրության հղում կատարելը հենց մեր գլխավոր դատախազի կողմից, չէ՞ որ գոյություն ունի նաև պայմանագիր, Հայաստանի սահմանադրություն եւս գոյություն ունի, եւ հանցագործությունը կատարվել է քաղաքի տարածքում եւ ոչ թե ռազմաբազայում։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայտարարություն անելուց առաջ, նախ առաջի հերթին պետք է զգուշավորություն ցուցաբերվի, անկախ ամեն ինչից, անկախ պաշտոնյայից, անկախ ով ինչ հայտարարություն է անում, ես գտնում եմ, որ պետք է շատ զգուշ լինենք, քանի որ այս պայթուրությամբ, այսպես ասեմ, կրկերը փոփոխված են, թեժացած է մարդկանց մոտ, այս նամանավանդ մեր փոքրիկի մայից հետո, ես գտնում եմ, որ մենք պետք է չափիստուս զգուշ լինենք մեր հայտարարություններում, մեր ընդանուր անելիքը պետք է այսպես ասեմ հազար չափենք, մեկը կտրենք այդ սկզբունքով, որովհետև յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր խոսք լրատվամիջոցներով փոփոխվելով, տարածվելով արդեն դառնում է ծնակնդի պես մեծանում է այդ ամեն ինչը եւ դառնում է արդեն ընդվզման դժգոհության ալիք։ Ռուսական կողմի արձագանքը, նաև Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ցավակցությունը այս համատեքստում ինչպես եք վերաբերում գործընթացին արդեն։ Դե նորմալ եմ վերաբերվում, բնականաբար դա ավելի շուտ լիներ, ավելի հանգիստ կլիներ, մի փոքր կթեթևացներ, մի փոքր կմեղմացներ այս իրավիճակը, նկատի ունենեմ Գյումրու դեպքերը, հունվարի 14-ի, 15-ի հավաքները, դժգոհությունը ժողովրդի, ամեն դեպքում ես գտնում եմ, որ ժողովրդի բողոքը, դժգոհությունը, բողոքի ակցիան իր դերն ու նշանակությունը ունեցավ։ Բողոքի ակցիաներին անդրադառնալով, գիտեք, բողոքի ակցիաների, այսինքն թաղման օրեբուն միջադեպ տեղի ունեցավ։ Դուք այնտեղ եք, նաև ինքներդ հանգստացրեցիք իրավիճակը, բոլորս տեսանք։ Սա ինչով եք պայմանավորում, միթե սա անտեղյակության չէ, որովհետև մարդիկ դատախազության դիմաց պատասխանի են սպասում, չստացան իրենց հուզող հարցերի պատասխանը ամբողջությամբ, շարժվեցին արդեն դեպի հյուպատոսարան, բոլորս իրավիճակը տեսանք։ Այստեղ տեղեկատվական քննչական մարմինների մասին ոչինչ չի ասվում, ինչ արեցին։ Գիտեք ինչ կա, այստեղ ավելի շատ կար պահանջները սխալ տնելու խնդիրը, նաև դրա հետևանքը, այսինքն ի սկզբանե բողոքողները, կազմակերպիչները, ես բազմիցս այս մասին ասել եմ, ելի կրկնում եմ, պետք է կարողանային այնպիսի հարցեր բարձրացնեին, թեկուզ պահանջեին դատախազությունից, իրավապահ մարմիններից, որոնց որ հնարավոր է լուծում տալ։ Այսինքն պահանջում են հանրապետության գլխավոր դատախազը գրություն գրի։ Գլխավոր դատախազը ասում են, խնդիր չկա, կգրեմ, եթե պահանջում եք կգրեմ։ Հետո ասում են հենց հիմա այդ բային բնականաբար այդ հենց հիմա հասկացողությունը, որ տրվեց շրջանառության մեջ, դա արդեն տանում էր փակուղի։ Թե բողոքողների, թե արդեն այս մյուս կողմը կանգնածների համար դա փակուղի էր, քանի որ նրանք պահանջում էին հիմա, այս կողմը չէր կարող բնականաբար այդ բային բավարարել, քանի որ քննչական գործողություններ է գնում, այս պայթուրությամբ պետք է
դա դատախազի մեկնաբանությունն եմ ասում, փաստաթղթեր պետք է ձեռքի տակ լինի, որովհետեւ կարողանա ինքը դրա հիման վրա այդ քննչական գործողություններ պետք է լինեն, փաստաթղթեր պետք է լինի, որովհետեւ դրա հիման վրա ինքը իր գործընկերոջը, ռուս գործընկերոջը կարողանա քրություն կրել։ Դրա համար ես բողոք կողմերին, այդ մեր գյումրեցիներին խնդրեցի, հորդորեցի, որովհետեւ մենք այնպիսի պահանջներ տնենք, որ մեզ չի տանում դեպի փակուղի։ Փառք Աստծո, շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ լսեց իմ խնդրանքը, որ ես մեր գյումրեցիներին բացատրեցի, մյուս պահանջերն էր, որ ոչ ժրագործին տեսնեին Հայաստանում է թե չէ, այդ էլ մի փոքր էլի իմ գնահատման բարեստացին ինֆորմացիա էր տրվեց շրջանառության մեջ, որ Հայաստանում չէ, արդեն տարել են, գնացել է, որը բնականաբար տեղում չէր կարող ինչ-որ մեկին գործողությունների ընթացքում նարահանում են, այնուհետև ցուցադրում են, այստեղ տեղեկատվության հստակ պակաս կար, դրա համար գյումրեցիները քննչական գործողության ժամանակ տեսանկարահանել ես խոսել եմ քննչական կոմիտեի պետի տեղակալի հետ, նրանք ասել են, որ ես երբ որ գնացի այնտեղ հանդիպման, բնականաբար պահանջեցի, ասեցի, որ ժողովուրդը պահանջում են կոնե մեկ պահանջում է ժողովուրդը կոնե մի նկար կամ ֆոտո կամ վիդեո տարբերակը, այնտեղ մեզ մեկնաբանվեց, որ դա հնարավոր չէ, պայմանավորվածությունը Մոսկվայի հետ կոնկրետ ձեռք է բերվել 2 անց մտնել, տեսնել, պայմանավորվածությունը այդքան է եղել, իսկ եթե պետք է նկարահանման հետ կապված է պայմանավորվածություն, դա կարող է տևի 2-3 օր, իսկ գյումրեցիները բողոքում էին այդ պահին, պահանջում էին հենց այդ պահին, որպեսզի պատասխանվեր կոնկրետ այդտեղ է, թե այդտեղ չէ, ես տեղում արդեն մեր ակտիվիստներից մեկի հետ էի գնացել, Կարենի հետ, տեղում ասել են, որ մենք չենք կարող այս պահին հետ դառնալ գնալ, որովհետև դա լրիվ ուրիշ արդեն պատկեր կլիներ, որ գնանք, սպասենք, հետո նկարը տանենք, բնականաբար մտել ենք, մենք այդ ինքը խցում է եղել, արդեն այդ մասին ասել եմ, ներկայացրել եմ, մենք խուտ չենք մտել, հենց դրա վրա հատուկ դիդանսկ կա, այդ դիդանսկից մենք նայել ենք, իրան ոտքի ենք կանգնեցրել դեմքով դեպի դուռը, մենք նայել ենք, հաստատել ենք, որ այո ինքն է, ես իմ աչքերով տեսել եմ, նաև Կարենը, որ իրոք ինքն է եւ եկել ենք մեր ցուցարարներին տեղեկացրել ենք, որ երկրորդ պահանջները կատարված, տեսել ենք 100%-ով համոզված եղեք, հանգիստ եղեք, որ ինքը այստեղ է Գյումրիում է եւ ես մյուս խնդրանքը, որ գյումրեցիները ներկայացրել են, որ այդ դեպքերի հետ կապված որ մարդիկ կալանավորվեցին, արդեն Կարագիններ փողոցի վրա հյուպատոսանի դիմաց այդ վեճը, որ արդեն եղավ ոստիկանություն, բողոքողների միջև կալանավորված անձինք կային, խնդրեցին, որպեսզի միջնորդեմ տվյալ դեպքի հետ կապված այդ կալանավորված անձանց բաց թողնելու եւ դրանից հետո խնդրել եմ ցուցարարներին, որպեսզի գնան տուն եւ ես մինչեւ գիշերը 4:30 եղել եմ մարզային ոստիկանությունում, մինչեւ վերջի կալանավորված մարդը ազատ է արձակվել, մենք հայցելության ենք գնացել փոխվոստիկանապետի հետ գնացել ենք հիվանդանոց, այցելել ենք հիվանդանոցում գտնվող ոստիկաններին եւ այդքանով ավարտել ենք մենք այդ օրը։ Ոստիկանության գործողությունը բուն միջադեպի ժամանակահատվածում ինչպես կգնահատեք։ Ուրեմն այստեղ պետք է ազնիվ լինենք եւ ասենք, որ ոստիկանությունը այդ պայծրությամբ իրան շատ ճիշտ է բայել, այսինքն մենք բոլորս տեսնում ենք, սա ուղղակի ասելով չէ, հեռուստատեսությամբ էլ այդ կայքերում ամբողջությամբ տեղադրված է, թե ինչ է կատարվում եւ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը ընդամենը պաշտպանվում է, փակ պաշտպանության մեջ է ոստիկանությունը, ոչ մի գործողություն չի եղել եւ երբ որ ես արդեն դեպքի վայրում էի, այնտեղ մոտեցա արդեն ես խնդրել եմ ոստիկանությանը, որպեսզի ոչ մի գործողություն չանեն, իրենք սպասեն, պաշտպանվեն եւ ես արդեն անցել եմ ժողովրդին, խնդրել եմ, համոզել եմ, բացատրել եմ, որ սա սխալ քայլ է, ինչ կապ ունի ոստիկանությունը, ինչի համար է ամեն ինչը արվում, բնականաբար այդ ամեն ինչը հրահրվում էր հստակ ինչ որ այսպես կազմակերպչական բան կար, ուղղակի այնտեղ էլ կար չեմ կարող ասել քաղաքական էր թե ինչ էր, բայց որ ուղղորդվում էր, դա փաստ էր, բայց այնուամենայնիվ մենք կարողացանք
Փառք Աստծո եւ շնորհակալ եմ մեր գյումրեցիներին, որ լսեցին հորդորս եւ այն հորդորս, որ ես խնդրեցի, ես ամեն ինչը դատարեցնեմ, քանի որ ոստիկանությունն էլ է մերը, մենք այսօր բողոքում ենք ռուսների դեմ, բայց ակամայից այս բողոքը տարավ ոստիկանություն քաղաքացիներ եւ արդյունքում այդ կան ոստիկան քաղաքացիներ վիրավորվեցին այդ քարերի ներման ժամանակ եւ արդեն ժողովուրդը ինձ հետ միասին դատարեցրեցին այդ ամեն ինչը եւ գնացինք դեպի դատախազության շահ։ Պարոն Գրիգորյան, այսօր մեծ թվով ոստիկաններ են Գյումրիում, դա եւս քննարկումների առարկա է դարձել, ասում են, որ երեխայի մահը գուցե կարող է նորից բողոքի, այսպես ասած, ալիք բարձրացնել եւ դեպի միջադեպեր կարող են դիմել։ Ինչով եք մեծ հաշվարկը պայմանավորում, խորհրդակցությունն է եղել։ Ես չի ասի, որ բողոքների կամ ինչ որ խնդիրների համար է ոստիկանությունը այստեղ, ճիշտ ասած, այդպես տեղյակ չեմ մեծ թվով, թե ինչքան մեծ թվով է ոստիկանությունն եկել, բայց մենք պետք է հասկանանք, որ վերջի դեպքերին, վերջի մարդիկ նեղված են, վիրավորված են եւ այս փոքրիկի մահը չի կարող չազդել ամբողջ հայ ժողովրդի վրա, որ մնացած գյումրեցիների վրա, բնականաբար նեղվածություն, վրդովվածություն կա եւ վաղը այսօրվա մեր խորհրդակցությունը թե մարզպետարանում, թե մարզային ոստիկանությունում հենց ուղղված էր կոնկրետ այդ կազմակերպչական աշխատանքներին, պլանավորված կազմակերպչական, որ վաղը երեխային բերելու են Գյումրի քաղաք, որպեսզի կազմակերպենք նորմալ այդ պանիխիդան անենք, մյուս օրը թաղումն է լինելու, բնականաբար ենթադրվում է էլի շատ մարդկան ժողովրդի հոսք կլինի, բնականաբար ոստիկանությունը պետք է կարողանա կարգ ու կանոնը պահպանի, դրա համար եթե ոստիկանությունը ինչ որ պատրաստվում է կամ նախապատրաստական աշխատանքներ է տանում, պետք չի դրան նայել, չգիտեմ ինչին պատրաստվելու աչքերով եւ ես կոչ եմ անում եւ հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, որպեսզի հաշվի առնեն նախ առաջի հերթին հարգեն մեր սուկը, մեր քաղաքի համար սա սուկ է, հարգեն մեր սուկը եւ աշխատեն ինչքան հնարավոր է ինֆորմացիա տարածելուց ավելի զգույշ լինեն, ավելի զգոն լինեն, քանի որ յուրաքանչյուր ոչ ճիշտ կամ սխալ ինֆորմացիա կարող է մեծ բողոքի ալիք բարձրացնել, որը այս պայթորությամբ մեծ համար ցանկալի չէ։ Մեր լրատվամիջոցները նաև պետք է գիտակցեն, որ Գյումրի քաղաքում է գտնվում 102-րդ ռազմաբազան եւ մեծ թվով հազարավոր ռուս զինծառայողներ իրենց ընտանիքներով բնակվում են Գյումրի քաղաքում եւ այս արեստացին լարվածությունը, որ մեկ ոչրագործի կատարած հանցանքը արդեն տարավ երկու պետությունների երկու ազգերի միջև խնդիր, եթե դարձնենք այդ խնդիրը, մենք այստեղ լուրջ խնդրի առջև կանգնենք, քանի որ մեր կոնկրետ ես որպես Գյումրուց ընտրված պատգամավոր իմ մտահոգությունը մեկն է, որովհետեւ ինչքան հնարավոր է մենք զգույշ լինենք եւ զգոն լինենք ամենքս մեր տեղում, որովհետեւ առանձին դեպքեր տեղի չունենան, այսինքն ռուս զինծառայողի կամ Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ այստեղ մեր գյումրեցիները այդ վրդովվածության, փոփոխվածության արդյունքում միամիտ չփորձեն ինչ որ հաշվեհարդար լինելու, դրա համար էլ եմ ասում մեր լրատվամիջոցներն պետք է զգույշ լինեն, քանի որ դա կարող է ավելի ծանր եւ ցավագին դեպքերի առաջ կանգնեցնել մեզ։ Քանի որ հանրապետությունում ինչքան բնակչություն, որ մենք ունենք մեր հանրապետությունում, չմոռանանք, որ այդ կանել հայ կա այս պայթորությամբ Ռուսաստանում, եթե մենք այստեղ ինչ որ նմանատիպ բաներ ենք անում, մենք պետք է նկատի ունենանք, որ այնտեղ էլ ազգայնականները կարող են մեր հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն ու նաև եթե շատ, այսպես ասեմ, մենք չափ անցնենք, նաև չի բացառվում, որ նույն Ռուսաստանի իշխանությունը այնտեղ մեր քաղաքացիների նկատմամբ սկսեն արդեն սանկցիաներ կիրառել, որը կարող է ավելի ցավալի վիճակի մեջ մեզ սկսել։ Իսկ ինչու սուկ չհայտարարվեց կամ գուցե հայտարարվելու է։ Ճիշտ ասած չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանի իշխանությունը, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, չեմ էլ կարող մեկնաբանել, ամեն դեպքում սուկը կա, սուկը հայտարարելով չէ, մեր քաղաքում իրականում արդեն 6-րդ օրն է, թե 7-րդ օրն է մեր քաղաքում
իրականում սուկ է եւ այդ սուկ հայտարարելով չէ որ մենք կոնկրետ գյումրեցիներից պետք է սուկը պահենք, գյումրեցիները իրենց հարգանքի տուրքը մատուցել են, գնացել են զովազների թե պանիխիդային թե թաղմանը մասնակցել են, այնպես որ մենք մեր գյումրեցիներով ներպարտ կկատարել ենք, ամեն նեղբային եղել ենք թե զովազների ընտանիքի կողքին, ես որպես պատգամավոր, թե դեպքերի ժամանակ, թե ամսու 14-ին, թե ամսու 15-ին ես եղել եմ մեր գյումրեցիների հետ, գյումրեցիների կողքին, մնացածը չեմ կարող։ Իսկ հասարակություն ուզում առանձնացնել ասել գյումրեցիներ, իսկ հասարակությունը պահանջատեր կլինի, որպեսզի իր պահանջները, այսպես ասեմ, ի կատարածվեն, այսինքն որևէ ռացիոնալ հատիկ տեսնում եք, որ ամբողջ գործը կհանձնվի հայկական կողմին։ Այդ հարցին էլ ճիշտ ասած չեմ կարող ես պատասխանել, քանի որ այստեղ է գտնվում նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավարը, նախագահան, տեսնենք ինչ նորություններ կլինեն, ինչ որ բան կլինի նորություն թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, այն որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը, եթե քննությունը արվի եւ պատիժը խստագույնս է լինելու, դատաստանը ծանր է լինելու, դա փաստ է, բայց թե որ կողմն է կոնկրետ այդ գործը վերցնելու, բնականաբար մեզ համար, որպես հայ, որպես ինձ համար գյումրեցի, բնականաբար ես էլ եմ պահանջատեր, ես էլ ցանկություն ունեմ, որպեսզի Հայաստանում հայկական կողմը քննի հարցը եւ թեկուզ պատիժը կրի Հայաստանում, բնականաբար ով չի ուզի այդպես լինի, բայց իրավիճակներ կա, որ նաեւ այդ պետք է մենք կարողանանք հասկանալ, ընկալել եւ մեր գործողություններով չխանգարել գոնե այս բանին չխանգարել իրավապահ-մարմիններին կամ պետությանը, որպեսզի կարողանա բանակցություններ արի եւ ճիշտ քայլեր անի, որպեսզի ժողովուրդը էլ ավելի կրկերը չփոփոխվեն։